Լավրովն ու Արարատը, բայց ոչ Միրզոյան։ Հայկական սոցցանցերում այս վերնագրով է տարածվում Արարատ լեռան ֆոնին Սերգեյ Լավրովի լուսանկարը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական էջում այն տեղադրված է որպես օրվա կադր։ Մայր Հայաստան հուշարձանի մոտ է արվել լուսանկարը։ Այսօր մինչև Հայաստանի արտգործնախարարություն գնալը Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք է մատուցել հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին, ծաղկեպսակ դրել անմար կրակի մոտ։ Հաղթանակ զբոսայգում Ռուսաստանի արտգործնախարարի հետ չի եղել նրա հայ պաշտոնակիցը։ Արարատ Միրզոյանը ռուս գործընկերոջը դիմավորել է նախարարության դռների մոտ։ Երբ նախարարներն արդեն սկսել էին բանակցությունները, արտգործնախարարության շենքի մոտ էին հավաքվել Հայաստանի Եվրամիության անդամակցության քարոզիչները հակառուսական բովանդակության պաստառներով ու վանկարկումներով։ Լավրովին ցույց տալու իր տեղը, թե որտեղ են գիշերում խեցգետինները։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետին խեցգետիների գիշերակացի տեղը ցույց տվողները վստահեցրել են, Արևմուտքը չի ֆինանսավորում իրենց հակառուսական ակցիաները։ Вы знаете, сколько человек работает в американском посольстве в Ереване? Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչներ երեքշաբթի հայտարարել, թե Հայաստանում ոմանց մոտ դեռ չեն ավարտվել USAID-ի տված գումարները։ Թող որևէ մեկը ձեր ամբողջ շրջապատից ցույց տա մի սենտ, որ ես ստացել եմ USAID-ից կամ ես կապ ունեմ Միացյալ Նահանգների դեսպանատանին։ Իրավապահները 1.5 ժամ հակառուսական վանկարկումներ լսելուց հետո սկսել են ցրել պիկետը։ Ակցիայի մասնակիցներին հրելով հեռացրել են նախարարության շենքի մայթից։ Ոստիկանները շղթակազմած նրանց տարել են մինչև Ստեփան Շահումյանի արձանի մոտ։ Երկու ցուցարար մտել է ջրավազան ու այնտեղ շարունակել ակցիան։ Ավելի ուշ նրանց դուրս են բերել այնտեղից։ Բողոքի սակավամարտ ակցիան որևէ կերպ չի խախտել Լավրովի հայաստանյան այցի օրակարգը։ Նա Երևանում ռուսական տանը հանդիպել է հայրենակիցների հետ, այցելել հայ-ռուսական սլավոնական համալսարան։ Այստեղ մի անսպասելի հայտարարություն է արել Լավրովը։ Ըստ նրա, Հայաստանը ցանկանում է հաջորդ տարի հյուրընկալել հակառուսական ակումբի համբավ ունեցող Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը։ Այդ գաղափարին մեր գնահատականը տվել ենք։ Հույս ունեմ այն հասկանալի է եւ կընդունվի նույնքան հարգանքով, որքան մենք հարգանքով վերաբերվում ենք մեր գործընկերների եւ դաշնակիցների գործողություններին, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովն այս տարի տեղի ունեցավ Ալբանիայում, իսկ 2022-ին Չեխիայի մայրաքաղաքում հավաքի ժամանակ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Թերեզա Կադաևչյան, Էդգար Հուշյան, Նորայ Շարբաթյան, Անիղանդիլյան, Հայլուշ։ Որն է Ռուսաստանի գլխավոր դիվանագետի հետքերով Երևանում ակցիաներ կազմակերպողների իրական նպատակը։ Միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի կարծիքով ամենևին էլ Հայաստանը հին աշխարհամասի արժեքներով զարգացնելը չէ կազմակերպիչների գաղափարը, այլ հակառուսական տրամադրություններ գեներացնելը։ Հակառուսական քարոզչություն են իրականացնում, որ Հայաստանը դառնա հակառուսական պետություն։ Ու չնայած հակառուսական ակցիաներ կազմակերպող ուժերն են Փաշինյանի քաղաքական հենարանը խորհրդարանից դուրս, Հայաստանի արտգործնախարարն այսօր վստահեցրել է ռուս գործընկերոջը, թե իր թիմը քաղաքական վեկտոր փոխելու մտադրություն չունի։ Մենք արդյոք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ուզում եմ շատ ուղիղ պատասխանել՝ ոչ։ Չնայած ԿՊԱ-ականները միաձայն եվրաօրենք են ընդունել, Միրզոյանը Լավրովի ներկայությամբ երաշխավորել է Հայաստանը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չկան։ Այն նույն Միրզոյանն է երաշխիքներ տվել Լավրովին, որ 10 տարի առաջ Ռուսաստանի դեսպանատան մոտ էր գնում ընկերների հետ Ռուսաստանի դրոշը վառելու։ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ, ըստ միջազգայնագետի, Փաշինյանի թիմը նորից փորձում է շահել ռուսների սիրտը։ Հատկապես Պուտին-Թրամփ շփումների ակտիվացումն է Հայաստանի գործող իշխանության համար մեսիջ դարձել։ Աշխարհաքաղաքական իրադարձությունները կարող են իրենց պատկերացրած հունով չգնալ։
իրենք փորձում են սիրաշահելով աջակցություն ստանալ Մոսկվայի կողմից, որպեսզի նորից վերընտրվեն հաջորդ տարի։ Ըստ Հովհաննիսյանի, Փաշինյանը հասկացել է արևմուտքից իրենց սխալ են բացատրել իրավիճակը։ Անհիմն է եղել վստահեցումը, թե Ռուսաստանը ջախջախիչ պարտություն է կրելու Ուկրաինայում, իսկ դրանից հետո խաղուպար է լինելու ռուսներին հարավային Կովկասից դուրս հանելը։ Գլխավոր ռևիզորներ։ Հովհաննիսյանը կատակում է Պուտինը Լավրովին որպես ռևիզոր է Հայաստան ուղարկել, որպեսզի շոշափի ներքաղաքական տրամադրությունները։ Ռևիզիա են իրականացնում եւ գարիկ ընտրությունների նախաշեմին շատ կարեւոր է սա Ռուսաստանի համար, որպեսզի հասկանալ թե որ քաղաքական ուժերի վրա կարելի է հիմնվել, որ քաղաքական ուժերը իրենց արտաքին քաղաքականության մեջ այդպիսի քաղաքականություն չեն վարի, ինչպիսին այսօր մենք տեսնում ենք։ Միջազգայնագետը հիշեցնում է, Հայաստանի գործող իշխանությունը 2021 թվականին էր հավատարմության դեֆերանտներ ձոնում Ռուսաստանին, բայց ընտրություններից հետո աննախադեպ լարվեցին ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, քանի որ դուք ինքներդ նշեցիք այդ քաղաքականությունը անհասկանալի, որ իրենք վարում են, մեկ ընդունում են օրինագիծ, որ գնում են դեպի Եվրամիություն, Եվրամիության անդամ են դառնալու, մեկ հանդիպման ընթացքում Պաշտոնյաների Ռուսաստանի Դաշնության ասում են, որ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենալու, ընդհակառակը հայ-ռուսական հարաբերությունները մնալու են նույն լեվելում, սա նշանակում է, որ վստահելի չի այսօրվա իշխանությունը որևէ կենտրոնի համար, ոչ արևմուտքի, ոչ Ռուսաստանի, ոչ Չինաստանի, ոչ Իրանի, ոչ մեկի համար ինքը վստահելի չի։ Իսկ եթե ինքը վստահելի չի, ուրեմն տարբեր գերտերություններ, ընդհանուր Ռուսաստան լինի դա, Միացյալ Նահանգներ լինեն, Եվրամիություն, Իրան, Չինաստան, իրենք փորձելու են Հայաստանը եւ Հայաստանի իշխանություններին օգտագործել որպես գործիք իրենց ինչ-որ շահերի մեջ։ Միջազգայնագետի կարծիքով Կրեմլում արդեն քմծիծաղով են վերաբերվում Փաշինյանի քաղաքական ալեկոծումներին, պատրաստվում են լրջորեն զբաղվել հարավային Կովկասով ու հետ բերել ազդեցությունը։ Կարնե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։